Ողջույն ձեզ։ Հեռուստադիտողը հարցնում է, ասելով, որ ես նոր եմ ավարտել ավետարանի ընթերցանությունը եւ կարծես թե փորձում եմ հասկանալ աստվածային սիրո այդ բացառիկ դրսևորումը, սակայն ոչ լիարժեք։ Եվ հարցը հետեւյալն է. իրապես Աստծո սերը պիտի յուրաքանչյուր մի մարդ վաստակի կամ արժանանա այդ սիրուն, թե դա Աստծո կողմից տրված մի շնորհ է։ Այն, որ շատ հաճախ մարդիկ Աստծո սերը համարում են պարգև, որը ուղղակի հրաշք է եւ ոչ ավելին, դա արդեն սխալ է։ Որովհետեւ եթե Աստված պարզապես հրաշք է գործել, մեզ էլ մնում է ընդամենը հիանալ այդ հրաշքով եւ կարծես թե այլևս մարդը այստեղ անելիք չունի։ Ու այս իմաստով իհարկե սխալ է ասել, որ մեր կյանքում Աստծո սերը ընդամենը երջանիկ բախտավորություն է կամ շահումի պես մի բան։ Հետևաբար Աստծո սիրո մասին, երբ մենք խոսում ենք իբրև շնորհ եւ իբրև պարգև, նկատի չունենք, որ դա ուղղակի երկնքից իջած ինչ-որ մի հրաշք է։ Ինչպիսին էլ ընդունենք սիրո ձևակերպումը կամ բանաձևը, միշտ էլ սերը մարդու համար կարևոր բան է, յուրաքանչյուր մի մարդու համար։ Մենք տարբեր կերպ փորձում ենք այդ սիրուն հաղորդակից լինել։ Սիրո մասին փորձում ենք ֆիլմեր դիտել, երգել, հորինել եւ երգել լսել, բանաստեղծություններ գրել, բայց ամենավտանգավորն այն է, որ շատ հաճախ ձգտում ենք սիրված լինել եւ ոչ թե սիրել։ Սա էլ մարդկային հարաբերությունների մեջ շատ հանդիպող մի տարածված երևույթ է, որովհետեւ մենք չենք կարողանում սիրել։ Իհարկե դժվար է սիրել։ Մարդը անընդհատ ձգտում է սիրված լինել, որովհետեւ սա ավելի հեշտ է։ Եվ այս ճանապարհին գրեթե միշտ մեղավորը կարծում ենք հենց դիմացինն է։ Այս ինչ որ բան ես երբ որ անում եմ եւ դրսեւորվում է իմ չարիքը դիմացինի նկատմամբ, արդյունքում երբեք մենք չենք մտածում, որ մեղավորը կամ պատճառը մեր սիրել չկարողանալն է, մեր սիրելու կարողության պակասն է եւ ոչ թե դիմացինը։ Երբ որ մենք ինչ որ մեկին չենք սիրում, մենք մեղադրում ենք հենց դիմացինին, կարծես թե ինքն է պատճառը, որ մենք իրեն չենք սիրում։ Եվ շատ հաճախ իրականում դիմացինը մեղք չունի, իրականում պատճառը մեր սիրելու անկարողությունն է։ Հետևաբար ավելի շատ մենք սիրուն պետք է վերաբերվենք հետևյալ կերպ, ոչ թե ուղղակի արվեստ կամ ձեռքբերովի մի բան ձևակերպելով, այլ սերը ինչպես արվեստը ենթադրում է գործ, ենթադրում է գիտելիք, ենթադրում է մտքի եւ հոգու աշխատանք, հավատքից բխող գործեր։ Եվ այստեղ մեր սիրելու կարողությունը ձևակերպելու այդ սիրելու կարողությունը դրսևորելու աշխատանքն է ամենակարևորը։ Այս իմաստով այո, սերը նման է արվեստի։ Կարևոր են մեր գիտելիքները, ձգտումները, ներքին կարողությունը, մարդկային զորությունը, որը հենց ծնունդ է առնում մեր հավատքից։ Աստծո սերը մեր նկատմամբ դրսևորվեց իր աշխարհ գալով, Աստծո մարդեղությամբ, երբ մարդ եւ Աստված այլևս կարող են զրուցել։ Սա աստվածային սիրո կատարյալ դրսևորումն է մեր կյանքում։ Հիշենք Աբրահամի օրինակը 5 կտակարանից, որ ասում էր. Տեր Աստված, եթե Սոդոմ Գոմորում 5 արդար մարդ լինի, չես կործանի։ Աստված ասում է, որ ոչ։ Հիշում եք այս երկխոսությունը Աբրահամի եւ Աստծո միջև, այսինքն մարդը արդեն ի վիճակի է Աստծո հետ զրուցելու, Աստծո հետ բանակցելու, եւ Աստծո սերը մարդու նկատմամբ հենց սա էր, որ թույլ էր տալիս, որ մարդը կարողանա Աստծո առաջ դնել որոշակի պահանջներ եւ Աստված լսեր մարդու ձայնը եւ մարդու այդ պահանջները։ Եվ այդ զարգացումն ավելի է խորանում եւ Աստված աստիճանաբար մարդու հոգեվոր պատկերացումների զարգացման հետ մեկտեղ դադարում է անձ լինելուց։ Եթե 5 կտակարանում կար մեկ Աստված, որն անձնավորված էր, հրեղեն ամպի սյունի տեսքով էր հանդես գալիս, անկեզ մորենու, քամու, ամպի տարբեր կերպերով, աստիճանաբար ավելի ուշ Աստված դադարեց իբրև անձ կամ անձնավորություն լինել, նա դարձավ համամարտկային մի խորհուրդ, սիրո կատարյալ դրսևորում։ Օրինակ, երբ որ Մովսեսի օրինակը հիշելու լինենք, որը եկավ անկեզ մորենու միջոցով խոսում էր Աստծո հետ, Մովսեսը Աստծուն հարցնում է, թե
Տեր Աստված, գնամ այդ ժողովրդին, այսինքն հրեաներին ասեմ, ով է ինձ ուղարկել, քո անունն ինչ է, չէ որ ինչ որ անուն պիտի ասեմ, որ նրանք ինձ հավատան, այլապես չեն հավատա։ Աստված ի պատասխան Մովսեսին ասում է, որ գնա ասա, որ ես եմ, որ են ուղարկեց քեզ։ Սա Աստծո անունը չէր։ Աստված չասաց ես եմ, որ կայի, կամ ես եմ, որ գոյություն ունեմ, կամ ունեի, այլ Աստված ասաց ես եմ, որ է։ Եթե այլ կերպ ձևակերպելու լինենք, Աստված Մովսեսին ասաց գնա եւ ասա, նա է ուղարկել, ով անուն չունի, ով չի կարող անուն ունենալ, որովհետեւ Աստված անձ չէ։ Անուն կարող ունենալ անձը, իրը, առարկան, իսկ Աստված չի կարող անուն ունենալ։ Եվ Աստված իբրև հոգի, հոգևոր էակ դարձավ համամարտկային մի խորհուրդ ու հետևաբար Աստծո հետ հաղորդակցվում ենք հոգով եւ սիրով։ Աստվածային սերը մեզ բերում կանգնեցնում է հավիտենականության առաջ, մեզ ասում է մեկ պարզ ճշմարտություն, որ խղճալի ես, եթե դու միայն այս կյանքի վրա ես հույս դրել, ինչպես Պողոս առաքյալն է ասում, որ այս կյանքը քեզ համար ընդամենը միջոց է, քո սերն Աստծո եւ քո նմանի նկատմամբ գործնականում դրսևորելու համար։ Երբեմն աստվածային սիրուն պատասխանում ենք մեր անզորությամբ, սակայն շատ հաճախ, որքան էլ որ մեր անզորության գիտակցումը առիթ է հուսահատության, ներքին տագնապների, բայց անզորության գիտակցումը նաև մեզ համար հնարավորություն է հասկանալու մի պարզ ճշմարտություն, որ ուղղակի անզոր ենք, որովհետև Աստծուց հեռացած ենք, անզոր ենք, որովհետև մենք մեր կյանքի տերը չենք, եւ անզորության մեր գիտակցումը բերում է մեզ հասկանալու, որ այստեղ մեր կյանքն առանց Աստծո որևէ իմաստ չունի, որևէ նպատակ չունի, եւ Աստծո նկատմամբ ունեցած մեր սերն այն միակ եւ հաստատուն կամուրջն է, ինչպես Աստծո սերը մարդու նկատմամբ, որը մեր անզորությունը կապում է Աստծո զորության հետ, որը մեր հոգևոր տկարությունը կապում է Աստծո ճշմարտության աստվածային իմաստության հետ։ Սա է այն ճանապարհը, որով մենք յուրաքանչյուրս իբրև հավատացյալներ անցնում ենք եւ հասնում աստվածային սիրուն։